Կամերան միացրած է, չէ, գնացինք։ Նենց բավարարությունա, որ բոլորին ծնելա մի մայր, ունեն բոլորը միևնույն պլաստիկ վիրաբույժը, միևնույն վարսահարդարը ու կոսմետոլոգը։ Ասма իմя Ибрahим, вам что-то говорит? Բայց սիրելիներ, դա Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի։ Ինչա, Մերկելը փող չունի, պրոշները լցնի կամ իրան այլանդակի կամ հայ տղաներ, այդ որ պահից սկսած դուք հայլու մեջ նայեցիք եւ հասկացաք, վայ, չէ, լսի, ես պիտի հիմա իմ պրոշները լցնեմ։ Հերիքա ձեր գեղեցկության պատկերացումները ուրիշ մարդկանց վրա պրոյեկտեք։ Սերներ, այսօր ուզում եմ խոսել շատ մի հատ վտանգավոր եւ ահռելի մեծ չափերի հասնող արատավոր երևույթի մասին Հայաստանում հայկական գեղեցկության ստանդարտների, պլաստիկ վիրահատությունների, տարբեր կոսմետոլոգիական միջամտությունների մասին։ Ես այն մարդն եմ, որ 10 տարուց ավել է ապրում է Գերմանիայում, այստեղ նաև բացակայուն կրթությունն եմ ստացել ու շատ քիչ երկրներ կան եվրոպական, որ ես դեռ չեմ այցելել ու վստահաբար կարող եմ ասել, սիրելիներ, որ այդ ձեր պատկերացումները, որ վիրահատությունները ձեզ մոտեցնում են Եվրոպային եւ ամբողջ Եվրոպայում այստեղ այդ սարքած քթերով եւ այդպես դեմքները սրսկած ֆրֆռում են, դա չեմ պատասխանում իրականությանը, հա։ Ես միշտ հիշում եմ, որ այս վերջի շրջանում, որ գնում ես Հայաստան, նենց բավարարությունա, որ մի հատ զուգահեռ իրականության մեջ ես, որովհետև մտնում ես խանութ նույն դեմքն է, դուրս ես գալիս գնում ես մատուցողը նույն դեմքն է, գնում ես բժիշկը նույն դեմքն է, նենց բավարարությունա, որ բոլորին ծնելա մի մայր, ունեն բոլորը միևնույն պլաստիկ վիրաբույժը, միևնույն վարսահարդարը ու կոսմետոլոգը։ Չկա ոչ մի ինդիվիդուալություն։ Ու գիտեք, ինչ այդ մի բանը չի, մի դեպքը չի, որ ասես թե լավ դե ֆրիկ է անում, եւ այլն, բայց այդ չափերը այնքան շատ են, որ արդեն ժողովուրդ վախենալու է։ Ինձ թվում է դա արդեն շատ լուրջ խնդիր է ու ես հարց եմ հա տալիս ինչու այդպես։ Եմ ասում իմя Ибрahим, вам что-то говорит? Հիմա ես այդ եմ ասում, մարքեթինգը ձեզ որևէ բան հուշում է։ Այսինքն որպեսզի դու իրանցից առնես ինչ-որ ծառայություն, որպեսզի գնաս քիթդ վիրահատես, դեմքդ վիրահատես, դոշ ու եսի ինչ լցնես եւ այլն, դու պետք է այդ ծառայության կարիք ունենաս, որպեսզի դու այդ ունենաս այդ ծառայության կարիքը, պետք է քո մեջ արհեստականորեն մտցնեն կոմպլեքսներ, որ քո քիթը համաչափ չի, որ քո աչքի բացվածքը համաչափ չի, որ դու սիրուն չես, որ դու չգիտեմ, բավականաչափ նիհար չես, բավականաչափ չաղ չես, որ քո մաշկը կարելի ավելի լավ լինել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդկանց մեջ Հայաստանում մտցնում են այդ արհեստական կարիքը այդ ամեն ինչի եւ ծախում են ծառայություններ։ Բայց սիրելիներ, դա Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի։ Խնդրում եմ Եվրոպայի հայեր, ովքեր այստեղ են ապրում, մի հատ ինձ աջակցել օժանդակել մեկնաբանություններում, որովհետև ժողովուրդ Եվրոպայի երիտասարդությունը մտածում է ոնց գնա եւ կամավորություն անի աֆրիկյան երկրներում կամ ասիական ինչ-որ մի երկրում։ Մտածում է օրինակ ոչ թե գնա Դուբայ եւ այտենց անհամար եւ անթիվ վիդեոներ ու նկարներ անի, այլ օրինակ գնա Անտարկտիդա կամ գնա Բրազիլիա, օրինակ Ամազոնի ափին ինչ-որ հետաքրքիր քեմփինգ անի, դեպ ես դա պետք է անեմ։ Վայ մամա ջան, ալիք ուտում են սրանք ինձ։ Այս են մարքետոլոգիական կազմակերպություններն են ուղարկել, որ ես իրանց մասին չխոսեմ։ Մի խոսքով ժողովուրդ, այսինքն արդի աշխարհը, արդի երիտասարդությունը լրիվ ուրիշ մտածմունք ունի։ Ու բայց Հայաստանում նես բավարարությունն է, որ այդ մարքեթինգը այնքան է մարդկանց վրա աշխատել, որ Հայաստանում ու այդ բլոգերները ոչ ոք դրա մասին չի խոսում, չգիտես ինչու, վերցնում են գումար, որը նայում ես, ինչպես սկսվեց իմ օրը, գնացի էս արեցի, գնացի այն արեցի, գովաստ կաշատ լուրջ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ դա ահա որ շատ մեծ չափերի է հասնում, գոյություն ունի, մի հատ կգնա կգուգլեք, դիզմորֆոբիա կոչվող հիվանդություն, որը որ քո մարմնականության եւ քո արտաքինի մերժման մասին է խոսում, հա։ Այսինքն դու այնքան չես սիրում ընդունում քո արտաքինը, որ դու միշտ միտում ունես այն ամեն ինչը փոխելու։ Ու Հայաստանում նես բավարարություն, որ մի հատ քիթ չեն է սարքում, որ սարքում են սենց եղած չեղածն են սարքում։ Այն կհիշեք 2005 թվականին ժողովուրդ 5 թվականից հետո Հայաստանում շատ սկսեցին գալ պարսիկները, պարսիկ տուրիստները ու մենք տեսանք ոնց այդ պարսիկ աղջիկները ահա որ քսված, նենց տպավորություններ, որ ոչ միայն պրոշներ լցրած, այլ նաև այս մասը մի քիչ ծակած ա որ բացվի, նենց տպավորություններ, որ քթերը սարքած Մայքլ Ջեքսոն։ Մենք զարմանում ենք ժողովուրդ, մեզ թվում էր որ դա ինչ-որ sense այլմոլորակային են, որովհետև տենց բան տեսած չենք մենք, էլի։ Ու այսօր գնում եմ Հայաստան, տեսնում եմ ամեն երկրորդը տենց է։ Ամենագիտեք ինչն է խնդալու, որ ասում են, չէ՞, sense կա տեսություն, որ Մայքլ Ջեքսոնը դեռևս կենթանի է, ինձ թվում է Մայքլ Ջեքսոնը Հայաստանում է, լուրջ եմ ասում, ամեն երկրորդը այդ նույն տեսքը ունի։ Ու գիտեք ինչն է ավատ, հա դե անում ես, բայց նես տպավորությունն է, որ Հայաստանում եթե դու քիթը չես արել կամ եթե թե ինչ որ վիրահատությանը չես ենթարկել, ուրեմն դու արդեն sense նորաձև չես։ Մարդիկ ժողովուրդ բուլինգի են ենթարկվում, մարդիկ
խնդրական վերաբերմունքի են ենթարկվում, եթե պրոշները չեն արել, եթե այս այնը չեն արել։ Այդ Հայաստանում միշտ եղել է, որ մարդուն տենց օբյեկտիվացնեն, դնեն ամեն օտար բարեկամ քերի ծանոթ կոմենտի քո տեսքի մեջ ինչն է վատ։ Այդ Հայաստանում միշտ կար։ Բայց նենց բավականին որ մարդկանց մի քիչ ձեռը փող անգել եւ իրանք դուրս են եկել մի քիչ արդեն այդ չափերից։ Ժողովուրդ, արդի Եվրոպան նման բանով չի զբաղվում։ Հայաստանում նայում ես այն սովորական մատուցողուհուց մինչև բժիշկ տենց այլանդակ այդ պրոշները լցրած այդ դեմքը սենց հարած զորով է հետդ խոսում։ Ժողովուրդ 2022-ին գնում եմ Հայաստան։ Խնդիր եմ ունենում մեջքի, խորհուրդ են տալիս մի բժշկուհու։ Գնում եմ բժշկուհու գրասենյակ, դուռը բացում եմ, ապշում եմ, վախենում եմ ներս գամ։ Հասկանում եք այնքան է սրսկվել դեմքը ուռել է մի հատ Ալեկ Մանգոլի ալկոգոլիկի դեմքով սենց ոչ մի չի շարժում ռոշտը սենց խոսում հետը չեմ հասկանում որտեղից է դուրս գալիս այդ ձայնը ինձնից լիբերալ ինձնից ազատական մարդ այս աշխարհում չկա բայց ես այնց բանին շատ կոնսերվատիվ եմ վերաբերվում ու Եվրոպայում էլ նման բան ընդունված չի դե բժիշկը չի կարա այդքան անինքնավստահ լինի որ իրան լրիվ տենց դնի այլանդակի ժողովուրդ Հայաստանում Նես տպավորությունն է, որ վիրահատությունը մազեր ներկելու նման բան է։ Դու ինչ գիտես, ինչ են քեզ սրսկում, դու ինչ գիտես նարկոտից դուրս կգաս թե ոչ, ժողովուրդ դա շատ վտանգավոր բան է։ Իսկ այդ ձեր սիրելի բլոգերները ու այդ սիրելի, չգիտեմ, մեդիա, այդ որ ձեր վրա ծախում են այդ ծառայությունները, դա ներկայացնում են, որ այն մարդը շատ հեշտ բան է։ Չի կարող ինքնավստահ մարդը, ինքնաբավ մարդը տենց իրան այլանդակի։ Պատմություն համար 2, թե համար 3։ Այս աղջիկներից մեկը, ով որ ուներ արծվաքիթ, այս sense Հայաստանում էս ինչ մի հատ դեմ են բոլորը արծվաքթերի։ Իդեպ իմ քիթն այ մեջ գրեք տակը դու ես արել, որովհետև pappus քիթն է, քերիս, մորքուրներս մամաս, այս քիթը ունեն։ Ես էլ բարեբախտաբար այն ժառանգել եմ իմ քրոջ եմ ասում, իմ աղջկան։ Իմ քրոջ քիթը, papaիս քիթն է, սիրուն էլի քիթ է։ Մենք սիրում ենք մեր արտաքինը, արխային։ Բայց եթե ես ունենայի արծվաքիթ, հաստատ չէի անի, որովհետև դա քո օրիգինալությունն է, հասկանում ես, որովհետև դու ոնց այդ արհեստական դեմքերը ոնց որ քեզ խափեն։ Անկեղծ ես վստահություն այդ մարդկանց նկատմամբ չունեմ։ Այդ աղջիկն արծվաքթով վերադառնանք, հա։ Պատմա, դեն սիրունիկ արծվաքիթ ունի, սիրունիկ աղջիկ է, ընկեր ունի, գնացել է այդ ընկերոջ ծնողների հետ ծանոթանալու, ընդ որում այդ տղան իր քիթը վերահատել է, այսա տղաներին էլ կանցնենք։ Ասում է նստած ենք ծանոթանում ենք առաջին անգամ եմ այդ մարդկանց տեսնում, մեկ էլ հայրը շրջվում է ինձ ասում, հա դե դուք հոգիթն էլ կվիրահատենք։ Այսինքն մակարդակային աստիճան է, որ իրենց պատկերացումները գեղեցկության մասին այդ սենց արդեն պարտադրում են ուրիշների նկատմամբ։ Մի անգամ լսում եմ Հայաստանում ես վերջերս կողքի սեղանին, հա, կաֆեում, ինչով խոսում են 2-3 աղջիկ, մեկ ասում է դե լավ, ինչ անենք, որ նա քիթներ սարքած չի։ Այսինքն Հայաստանում արդեն քիթը, արծվաքիթը, մեր այդ սիրուն քթերը, գեղեցիկ, որը որ ես ես համարում եմ սիրուն։ Արդեն cool չի։ Ու իրանց թվում է, որ տենց այլանդակեցին, եվրոպացի դարձան մի անգամից։ Տեսեք, եթե ես, օրինակ, պրոշներս լցնեմ եւ գնամ օրինակ ընդունվելու աշխատանքի, որտեղից բարձր պաշտոն, որտեղից ինձնից ակնկալվում է պրոֆեսիոնալիզմ եւ հմտություններ, շատ հնարավոր է որ ինձ չվերցնեն, անկախ նայած ինչ լավ CV ես ունեմ, որովհետեւ ժողովուրդ Եվրոպայում տենց տեսքը ընկալվում է որպես ֆրիկություն։ Ուրեմն մարդու մոտ առաջանում է հարց, որ ես խնդիր ունեմ իմ պրոֆեսիոնալ հմտությունների հետ, որովհետեւ ինքնաբավ պրոֆեսիոնալ մարդը տենց իրան չի այլանդակում։ Այո, տենց կոնսերվատիվ են ու ես համաձայն եմ եվրոպացիների հետ, հա։ Ինչա, Մերկելը փող չունի, պրոշները լցնի կամ իրան այլանդակի կամ Ուրսուլա ֆոն դեր Լայնը կամ այստեղ մի հատ ինձ ասեք պետական գործիչ, որը տենց իրան այլանդակում է, ոնց որ Հայաստանում են այլանդակում իրանց։ Իսկ Հայաստանում սովորական աշխատողից, բժշկից մինչև այդպես պատգամավորուհի, տենց է։ Նայում ես, ասում ես ժողովուրդ, տենց մարդը Եվրոպա ընկալվում է որպես ֆրիկ։ Կամ մտածում են դու նոր եկած ինչ-որ տենց միգրանտ ես, կամ մտածում են, որ հաստատ անգամ դպրոցի ատեստատ էլ չունես, կամ էլ մտածում են, որ հատուկ տեղեր ես աշխատում, չասեմ ինչ։ Ժողովուրդ, ես ամենակարևոր մեսեջներից մեկը գիտեք որն է, որ ես չեմ ուզում, որպեսզի սա ընկալվի ծայրահեղությունից ծայրահեղություն, հա։ Այսինքն վիրահատությունների հակառակը չքսվել, ոչ մի բան չանել, չհետևել, չխնամել, բոմժի նման ֆրֆռալ։ Ոչ, ես էլ եմ շատ սիրում գեղեցիկ հագնվել, ես էլ եմ ինձ սիրում խնամել, բայց իմ խնամքը ժողովուրդ Ինդիվիդուալ, ես սիրում եմ լինել ինդիվիդուալ։ Իսկ այդ ձեզ որ բոլորի նույն պատկապիրկու, ռսի ասած, բոլորիդ այս շտամպի նման բաց են թողնում եւ մեկը մեկից չեք տարբերում, այդ ինդիվիդուալության հետ կապ չունի։
Հետո առնելու դեպքում ես երբևէ օրինակ չեմ տա դեմքի կրեմին 200 եվրո, որովհետև շատ լավ գիտեմ, որ 20 եվրոն եւ 200 եվրոն տարբերություն ընդհանրապես մարքեթինգային տարբերություններն են։ Ու այդ սրսկումները, որ դեմքին ձեր ծախում են այդ ծառայությունները, ժողովուրդ չկա ոչ մի գիտական հետազոտություն, որ դրանք արդյունք են տալիս։ Ոչ մի ձեր վրա պարզապես հույս եւ ձեր կոմպլեքսների վրա ստեղծված ինչ որ մի հատ հույս են վաճառում։ Ու գիտեք ինչն ա վար, որ 18 տարեկան աղջիկը այնքան այդ ազդեցությունից, կոմպլեքսներից, այդքան այդ խնդիրներից տպավորված, որ ինքը խնդիր ունի քթի, չգիտեմ, այտոսկրի, աչքերի բացվածքի, որ արդեն 18 տարեկանում գնում է եւ վիրահատություններ է անում։ Ժողովուրդ, այո, վիրահատություն կարող ես անել, նայեք, եթե, չգիտեմ, ինչ որ մի հատ վթարի ես ենթարկվել, այլանդակվել է դեմքը, թա արա։ Էլի ձեր որոշումն է, բայց անենց տպավորություն է, որ դրանից բացի էլ ուրիշ բան չկա։ Դա Եվրոպա չէ, ժողովուրդ։ Եվրոպայում մարդիկ այդքան շեշտված ու շեղված չեն իրանց արտաքինի վրա։ Եվրոպայում մարդկանց ընկալում են առաջին հերթին որպես մարդ, այլ ոչ թե որպես օբյեկտ։ Այդ հերիքա ձեզ ընկալեք որպես ապրանք, որ տավառնի վիճ, ապրանք։ Տպավորություն չստեղծվի, որ մենակ կանանց մասն եմ, հա, ստեղ խոսալու։ Անցնեք տղաներին։ Տղաների քթերն էլ են սարքած ու մեկ էլ իմ ուղեղի մեջ որ չի մտնում, հայ տղաներ, այդ որ պահից սկսած դուք հայլու մեջ նայեցիք եւ հասկացաք, վայ, չէ, լսի, ես պիտի հիմա իմ պրոշները լցնեմ։ Ես ապշում եմ։ Կգրեք ինձ կոմենտներում, ոնց առաջացավ այդ միտքը, որ ձեր պրոշը բավականաչափ այսպես ծավալ չունի։ Ու հենց այդ է, որ այնպիսի մի հատ մեծ պրոպագանդա է ուղեղի լվացում։ Տղա, աղջիկ, հեր, մանուկ, բա 7-8 տարեկան երեխեքին ոնց են դնում են կամերայի առջև բլոգի մեջ, ինչպես սկսվեց իմ օրը, 7 տարեկան երեխան դեմքին կրեմ ակսում։ Հերիք չի այդ փոքր երեխեքին արդեն այդ տարիքից նևրոտիկ մեծացնեք։ Հերիք չի այդքան ֆիքսվեք ձեր ցավը տանեմ աղջիկներ, տղաներ ձեր արտաքինի վրա։ Ինչա, մարդի չեք գնա Հայաստանում, կբերենք ձեզ Եվրոպա, Ֆրանսիա, Գերմանիա կպսակենք։ Հասկանում եք, որ դա ներվ ով ասես տեղ այս անտառում կա, որ դա հոգեկան հիվանդությունների բույն է, նևրոզների բույն է։ Ինչի այս հարցը առաջացավ խոսելու, հա։ Մի հատ շատ լավ կին կա, ֆրանսիացի բլոգեր, Տիկին Անահիտը, ասեմ Անահիտը, ես անցած երիտասարդ եմ համարում, ուրեմն ռիել էր դրել, որ իրեն ինչ որ մեկը կոմենտներում գրել է, հա դեք ինչ որ ժամանակակից կին եք, բայց լավ կլինի ձեր պրոշները լցնեք, չգիտեմ, քանի միլիգրամ եւ այստեղ ինչ որ բոտեքս անեք ձեր ճակատը, որտեվ կնճիրներ են, պրոշներն են համապատասխան ծավալի չեն։ Սենց նայում ես ապշում ես։ Ճիշտ է, Անահիտը շատ լավ տեղը դրեց, բայց չհասկացա ժողովուրդ, այդ ինչ աստիճանի ձեր ուղեղը լվացած է, որ նորմալ տեսքը դուք արդեն սենց նայում եք, արդեն ինչ կարելի է այդտեղ փոխել։ Դուք հասկանում եք, երբ որ դու նման ձևով քննադատաբար ես վերաբերվում այլ մարդու նկատմամբ, դա խոսում է միայն քո կոմպլեքսներից։ Հերիքա ձեր գեղեցկության պատկերացումները ուրիշ մարդկանց վրա պրոյեկտեք։ Գնացեք հոգեբուժի, հոգեբանի մոտ, աշխատեք ձեր տրավմաների հետ, այդ անտեր դանակի տակ քիչ ընկնեք, քիչ ամեն զիբիլ ձեր դեմքը սրսկեք, մնացեք խաղալ ձեր սիրելի Ֆրաու Լալայանի հետ։ Ինձ թվում է այստեղ այնքան ինձ կծեցին, հիմա ինձ հետաքրքիր է թե ինչ միջատներ եմ ես հետս բերելու տուն։